Թողարկումը սկսենք պաշտոնական շնորհավորանքներից։ Հղում եմ իմ ջերմ շնորհավորանքները Պետեր Մայդանին և հունգար ժողովրդին, հունգարական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին գրել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս ժողովրդական ընտրությունները արտացոլում են հունգար ժողովրդի կամքը և երկրի ապագայի տեսլականը, գրել է վարչապետը։ Հիշեցնեմ, Հունգարիայի ազգային ընտրական բյուրոյի վերջին տվյալների համաձայն քվեաթերթիկների 98.9%-ի հաշվարկից հետո ընդդիմադիր ՏԻՍԱ կուսակցությունը հաղթել է, վաստակելով խորհրդարանի 199 տեղերից 138-ը։ Իշխող վարչապետ Վիկտոր Օրբանի գլխավորած Ֆիդես քրիստոնյա դեմոկրատական ժողովրդական կուսակցության դաշինքը նույնպես անցել է խորհրդարան, հավաքելով ավելի քիչ ձայն։ Հունգարական ընտրությունների հետընտրական զարգացումներին ավելի մանրամասն կանդրադառնանք մեր վերլուծական հատվածում, այնպես որ բաց չթողնեք այն մեր թողարկումից անմիջապես հետո։ Շարունակենք թողարկումը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային նախաճաշի ձևաչափով հանդիպում է ունեցել Հայաստանի խոշոր գործատուների ներկայացուցիչների հետ։ Վարչապետը ողջունելով ներկաներին նշել է, որ հանդիպմանը հրավիրվել են Հայաստանում ամենաշատ աշխատատեղեր ստեղծած ընկերությունների ներկայացուցիչները և շնորհակալություն հայտնել նրանց նման գործառույթի համար։ Նիկոլ Փաշինյանի խոսքով 2018 թվականից տվյալ ընկերությունները հիմնականում արձագանքող են եղել և շարունակում են արձագանքող լինել կառավարության քաղաքականություններին և 2018 թվականից ի վեր Հայաստանում ստեղծվել է 288,000 աշխատատեղ։ Հաջորդիվ վարչապետն անդրադարձել է տնտեսության մեջ արհեստական բանականության ներդրմանը, ինչը նաև ռիսկեր է առաջացնում, այդ թվում աշխատատեղերի հետ կապված։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է այդ ուղղությամբ վերլուծական և գործնական աշխատանքի իրականացումը հնարավոր խնդիրներից զերծ մնալու համար։ Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ կառավարությունը վերջին տարիներին միլիարդավոր դրամներ է ծախսել տնտեսության արդիականությունն ու վերարտադրողականությունն ապահովելու համար։ Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ այժմ մտնում ենք տնտեսական զարգացման բոլորովին նոր շրջափուլ, ինչը իհարկե կապված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացի հետ։ Մենք տնտեսական զարգացման բոլորովին նոր մի շրջափուլ ենք մտնում, եւ դա իհարկե կապված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացի հետ, եւ մենք առաջիկայում մեծ իրադարձություններ ենք սպասվում, որը կապված է առաջին հերթին TRIP նախագծի գործարկման հետ, որը էական է նրանով, որ Հայաստանի Հանրապետությունը ի վերջո ամբողջական դուրս է բերելու շրջափակման վիճակից։ Բայց ըստ էության այսօր էլ Հայաստանը հաղթահարել շրջափակումը, որովհետև գիտեք, որ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան հնարավոր է իրականացնել երկաթուղային բեռնափոխադրումներ եւ իրականացվում են, բայց ուզում եմ ասել նաև, որ քաղաքական հստակ հանձնառություններն է, որ այդ թվում արտահանումները հնարավոր իրականացնել երկաթուղով, իհարկե Վրաստանի տարածքով, մինչև մենք Ադրբեջանի հետ առաջին հերթին TRIP նախագծի շրջանակներում երկաթուղին կբացենք, եւ սա շատ կարեւոր է, եւ ուզում եմ ասել, որ պայմանավորվածությունը քաղաքական հետեւյալն է, որ այդ երկաթուղին երբեք չի փակվելու։ Այսինքն դա եւ ներմուծման եւ արտահանման հուսալի ուղի է, բայց ես ինչքան հասկանում եմ, մենք դեռ արտահանման համար առանձնապես երկաթուղին չենք օգտագործում, որովհետեւ դե պարզ է, որ 30 տարվա լոգիստիկ շղթաներ են աշխատել, իրանք վերափոխելու համար նախ պետքա վստահություն, մարդիկ պետք է հասկանան, որ ասվում է ինչքանով է տևական, հուսալի։ Եվ երկրորդն է իհարկե լոգիստիկ շղթաները պետքա փոխվեն, որովհետև ուրիշ բան է, որ բեռնատարի տրամաբանությամբ են մտածում, ուրիշ բան է, երբ որ վագոնի տրամաբանությամբ են մտածում։ Ես իհարկե շատ գիտելիքներ չունեմ այդ ոլորտում, բայց ակնհայտ է, որ այդտեղ որոշակի պլանավորման եւ իրագործման հետ կապված վերափոխումներ պետք է արվեն։ Եվ երևանյան խնդիրների մասին։ Երևանի փողոցներում անձրևաջրերի մեջ ավտոմեքենաներ էին արգելափակվել։ Ապրիլի 12-ի ժամը 23:40-ից սկսած ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել Երևան քաղաքի Սևանի և Գյուրջյան փողոցներում հորդառատ անձրևների հետևանքով անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։ Դեպքի
վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարար աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Երևան քաղաքի փրկարարական վարչության Հրշեջ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Դեպքի վայր ժամանած փրկարարները անձրևաջրերից դուրս են բերել տրանսպորտային միջոցները։ Իդեպ այս թեմային այսօր անդրադարձել են նաև Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում։ Քաղաքապետին զեկուցվեց Գյուրջան փողոցում տեղի ունեցածի և ձեռնարկվող քայլերի մասին։ Կուզենայի պարոն Կարոյան հասկանալ Գյուրջանում ինչա կատարվում, ինչ խնդիր ունենք այնտեղ։ Պարոն քաղաքապետ, Գյուրջան փողոցում այս գիշեր տեղացած անձրևների հետևանքով ջրի կուտակում է տեղի ունեցել, որի հիմնական պատճառը նա է, որ այդ հարակից տարածքում գտնվող այդ լանջերից հողի եւ քարի զանգված է բերել հերթական անգամ, այս արդեն կրկնվել է, բերում է անձրևատար ընդունիչների վրա կուտակվում է, որից հետո ջրի կանգ առաջանում, այսինքն մասնագետային որ տեղում արդեն հայտնվում են, մաքրում են այդ ցանցերը, որից հետո արդեն ջուրը հեշտությամբ կլանվում է։ Հիմնական պատճառը եղել է քարերը եւ լանջերից եկած բերված հողը։ Իսկ ինչ լուծում ենք պատկերացնում առհասարակ, որովհետեւ մենք արդեն մեր նորման են, որ մեկ ամսվա տեղումները կարող են մեկ օրում կամ երկու օրում գալ եւ այսպիսի դեպքեր ունենալու ենք, կոնկրետ տեղեր ունենք, որտեղ ունենք խնդիր եւ տեղային լուծումներ են պետք։ Պարոն քաղաքապետ, տեղային լուծում անպայման կգտնենք, արդեն վիոլայի մասնագետներից նախնական պայմանավորվածություն ունենք, մի հատ գնանք տեղում ուսումնասիրենք, հավանաբար անձրևընդունիչ ցանցերի քանակը ավելացնենք եւ որպեսզի կարող այդ ջրի քանակը ավելի շատ մեծ քանակությամբ կլանի։ Այլ հատվածներում ունեցել են խնդիր։ Եղել է Սեբաստիայի հատվածում ա եղել, Սեբաստիայի հատվածում Եռաբլուր Պանթեոնի հարակից տարածքում, այս պայծամ Երևան քաղաքը մենք թվով 50 հեղատար հասցների անհրաժեշտություն արդեն գույքագրել ենք եւ ունենք նախագծել, որոնցից երկուսը արդեն ֆինանսավորվել են եւ այդ Սեբաստիայի հատվածի հեղատար համակարգի կառուցման աշխատանքների համար արդեն գումար հատկացվել է, որպեսզի այդտեղ կարող ենք աշխատանքներ իրականացնենք։ Եվրոպական երկրների ղեկավարները ընդդիմադիր ՏԻՍԱ կուսակցության առաջնորդ Պետեր Մագյարին շնորհավորել են Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Ձայների գրեթե 99%-ի հաշվարկի նախնական արդյունքների համաձայն Պետեր Մագյարի ՏԻՍԱ կուսակցությունը 138 տեղ է ստացել 199 տեղանոց խորհրդարանում։ Վիկտոր Օրբանն ընդունել է պարտությունը։ Նա շնորհավորել է Մադյարին եւ ընտրությունների արդյունքները համարել ցավոտ, բայց հստակ։ Ավստրալիան հայտարարել է, որ պատմության մեջ առաջին անգամ բանակը կղեկավարի կին, երկրի պաշտպանական ուժերի ղեկավարության վերադասավորման շրջանակներում։ Կառավարության հայտարարության մեջ նշվում է, որ գեներալ-լեյտենանտ Սյուզան Քոյլը, որը համատեղ կարողությունների խմբի ներկայիս ղեկավարն է, հուլիսին կդառնա բանակի ղեկավար։ Նա կփոխարինի գեներալ-լեյտենանտ Սայմոն Ստյուարտին։ Հուլիսից սկսած մենք կունենանք Ավստրալիայի բանակի 125-ամյա պատմության մեջ բանակի առաջին կին հրամանատարը, հայտարարության մեջ ասել է վարչապետ Էնթոնի Ալբանիզին։ Պաշտպանության նախարար Ռիչարդ Մարլսը Քոյլի նշանակումն անվանել է խորապես պատմական պահ։ Նախարարի խոսքով Սյուզան Քոյլի նվաճումը մեծապես նշանակալից կլինի այն կանանց համար, որոնք այսօր ծառայում են Ավստրալիայի պաշտպանական ուժերում, եւ այն կանանց համար, որոնք մտածում են ապագայում ծառայել Ավստրալիայի պաշտպանական ուժերում։ Քոյլի նշանակումը տեղի է ունենում Ավստրալիայի զինված ուժերի շարքերում կին սպաների թվի ավելացման շրջանակում։ Ավստրալիայի պաշտպանական ուժերի մոտ 21%-ը եւ ավագ ղեկավար պաշտոնների 18.5%-ը կանայք են։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի Հանրապետություն Եվրամիություն գործընկերության ռազմավարական օրակարգի հետևողական կյանքի կոչման հարցեր։ Հանգամանալից անդրադարձ է կատարվել մայիսին Երևանում կայանալիք Հայաստանի Հանրապետություն Եվրամիություն գագաթնաժողովի
բովանդակային նախապատրաստման հարցերին։ Ընդգծվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար շոշափելի արդյունքների ապահովմանն ուղղված ծրագրերի իրականացման շուրջ համաձայնությունը։ Արարատ Միրզոյանը եւ Կայա Կալասը քննարկել են ժողովրդավարական դիմակայունության շարունակական ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունները, որոնք Հայաստանի Հանրապետություն Եվրամիություն արժեքահեն գործընկերության եւ ռազմավարական օրակարգի կարևոր մաս են կազմում։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։ Տեղափոխվենք ազգային ժողով։ Խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ մի քանի օրից մեկնելու է Ստամբուլ։ Հարցին ինչ միջոցառման է մասնակցելու Ստամբուլում, ազգային ժողովի նախագահը պարզաբանել է IPU միջխորհրդարանական միության 152-րդ համաժողովին։ IPU 152-րդ համաժողովն է, որը տեղի է ունենալու Ստամբուլում եւ բազմաթիվ խորհրդարանների ղեկավարներ են այնտեղ լինելու, նախատեսված հանդիպում կա այս պայդրությամբ երկու գործընկերոջ հետ, մի խոսքով։ Ում հետ են հանդիպումներ? Ադրբեջան եւ Վրաստանի գործընկերների հետ պարլամենտների ղեկավարների նախատեսվում, այո։ Եվ թեմայի շարունակությամբ Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի լրագրողները հարցեր ուղղեցին նաև հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ, մասնավորապես հետաքրքրվելով Ռուսաստանի Դաշնությունում հայ գործարարների ունեցած խնդիրներով։ Սիմոնյանը հույս հայտնեց բոլոր խնդիրները կքննարկվեն եւ կլուծվեն։ Մենք Ռուսաստանի հետ որևիցե հարցով չենք պատերազմելու, չենք կռվելու եւ բոլոր խնդիրները բարձրաձայնելու ենք եւ փորձելու ենք լուծելով առաջ գնանք։ Մենք որևիցե սպառնալիք չենք մեզանից ներկայացնում Ռուսաստանին, չենք պատրաստվում սպառնալիք դառնանք եւ նման մտադրություն չկա, ինչ որ հարցեր կան, այդ հարցերը բոլոր երկրների մեջ գոյություն ունեն եւ մի պա բարձրանում են այդ հարցերը, շատանում են, քչանում են, մենք քաղաքական գործիչներս այդ հարցերը քննարկելու եւ լուծելու համար ենք։ Իսկ ահա ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը խոսեց Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին, նշելով, որ մի շարք քայլեր արդեն արվել են։ Նա հիշեցրել է, որ ամենասկզբում վերաբացվել են թռիչքները Երևանի եւ Ստամբուլի միջև, որոնք դադարեցված էին մի քանի տարի։ Պայմանավորվածություններ են ձեռք բերվել ուղիղ ավիափոխադրումների հնարավոր դարձնելու, ինչպես նաև Անիի պատմական կամուրջը վերականգնելու մասով։ Վերջինս փաստաթղթային գործընթացի փուլում է։ Հարցին Անտալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու համար Թուրքիա մեկնելու է, Ռուբինյանը պատասխանել է, որ չի մեկնելու։ Դե գուցե սկզբի համար զոհաբերի իր Կիպրոսյան եւ Ռուսաստանյան անձնագրերը։ Օրինակ նույն ձև էս ինչ որ տրենդ է, հա, ոնց որ փրկիչների մոտ ամեն մեկը մի 6 երկրի քաղաքացիություն շալակած գալիս են երկիրը բան փրկելու, ասում ես լավ, իսկ գուցե այն Բագրատ սրբազանել ճակերտների մեջ, չէ՞, Կանադայի քաղաքացիներ, երբ որ ասում են գուցե դուք զոհաբերեք ձեր Կանադայի քաղաքացիությունը, չէ, այտենց չէ զոհաբերում։ Այսինքն իրանք ուզում են գան դառնալ վարչապետ, բայց մի հատ պրիմիտիվ օտարերկրյա քաղաքացիությունը չեն ուզում զոհաբերեն, որ այս ժողովուրդը հասկանա, որ լավ, այս մարդիկ կատարածու չեն։ Ես պետք է գնահատեմ այն փաստը, որ նախ ես չգիտեմ իրոք դա արհեստական բանականություններ թե ինքն էր խոսում, բայց եթե ինքն էր խոսում, գնահատում եմ, որ 5 րոպե 20 դուբլով խոսելուց ինսուլտ չի խփել նրան, ես գնահատում եմ, որ կենթանի է մնացել այդքանից հետո, հույս ունեմ հաջորդիվ, օրինակ ինքը հնարավորություն կստեղծի, որ դուք բոլորով գնաք եւ իրեն հարցեր տաք, չէ՞ որ ինքը ժողովրդավար է, ուժեղ է, չէ՞ նա, շատ ուժեղ է։ Ես վստահ եմ, որ ուժեղ Սամվել Կարապետյանը ոչ մի դեպքում չի վախենա ձեր հարցերից։ Ես վստահ եմ, որ Նարեկ Կարապետյանից ուժեղ Սամվել Կարապետյանը, սա շատ կարևոր է, ուժեղ Սամվել Կարապետյանը չի վախենա պատասխանել Նարեկ Կարապետյանի մեկ հարցից։ Կիրակոսյան, հազար ներողություն աջան։ Նարեկ Կիրակոսյանի մեկ հարցից չի վախենա Սամվել Կարապետյանը։ Ես վստահ եմ, որովհետև նա շատ ուժեղ է։ Ես վստահ եմ, որ Շողիկն էլ հո Կարապետյանը։ Գալստյան, հա։ Շողիկ Գալստյանի։ Ես վստահ եմ, որ Շողիկ Գալստյանի մեկ հարցից չի վախենա ուժեղ Սամվել Կարապետյանը։ Ես վստահ եմ, որ Ռիփսիմե Ջեբեջյանը չի վախենա ուժեղ Սամվել Կարապետյանից եւ կտա 1 կամ 2 հարց։ Ես վստահ եմ, որ Ռիփսիմե Ջեբեջյանը sense կկանգնի եւ մի հատ 10 րոպեանոց քաղաքական ելույթ կունենա ուժեղ Սամվել Կարապետյանի դիմաց, բայց օրինակ այստեղ նստած է Արմատ մեդիայի լրագրողը, որը ֆինանսավորվում է ուժեղ Սամվել Կարապետյանի թիմակիցների կողմից, այ վստահ եմ, որ Արմատ մեդիայի լրագրողը իհարկե մեծ հաճույքով հարցեր կտա Սամվել Կարապետյանին։
Վարչապետ Փաշինյանը մասնակցել է նաև Հայաստան-Եվրամիություն քաղաքահասարակության պլատֆորմի 8-րդ երկկողմ հանդիպմանը, որտեղ նշել է, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո ամենամեծ քննադատությունը կառավարությանը եւ մեծամասնության հասցեին այն է, որ արդարության ոլորտում դեռևս չենք կարողացել հասնել այնպիսի հաջողությունների, որ կգնահատվի լավ կամ բավարար։ Այսօրվա համակարգի պայմաններում մենք երբեք արդարություն եւ արդարադատության զգացում չենք ունենալու, որովհետեւ ես գործընկերներին ասել եմ, որ Հայաստանի Հանրապետությունում դատական եւ արդարադատության եւ արդարության համակարգերը հիմնականում չունեն օրգանական կապ իշխանության բարձրագույն աղբյուրի ժողովրդի հետ։ Եվ այս խնդիրն է կարևորագույններից մեկը, որը մենք պիտի լուծենք առաջիկայում նոր սահմանադրություն ընդունելով։ Որովհետև Հայաստանում արդարադատությունը եւ արդարությունը կառավարվում է մեծ մասամբ այնպիսի ինստիտուտների կողմից, որոնք կղզիացած են, մեկուսացած են, իրենք չունեն օրգանական կապ ժողովրդի առաջ եւ նաեւ չունեն հաշվետվողականության բավարար մակարդակ եւ պատասխանատվության բավարար մակարդակ ժողովրդի առաջ, որը իշխանության բարձրագույն կրողն է։ Նիկոլ Փաշինյանը այսօր նաև խորհրդարանում էր, որտեղ քննարկվում էր Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2025 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը։ Ըստ վարչապետի, այսօր պետության հեռանկարները ավելի որոշակի են, քան երբևէ, եւ սա առաջին հերթին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության շնորհիվ է, որը հաստատվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, նախագահ Թրամփի աջակցությամբ։ Մենք դեռևս 2021 թվականի օգոստոսին ենք հայտարարել, որ խաղաղությունն է լինելու մեր գերագույն նպատակը եւ այդ գերագույն նպատակը ահա իրագործված է։ Հարց է հնչում. ինչ գնով, այն գնով, որով հնարավոր էր դա իրագործել։ Այո, բազում զոհերի ու զոհողությունների գնով, բազում զրկանքների եւ տառապանքների գնով, դժոխքի միջով անցնելու գնով, բայց այսօր մենք ունենք այն, ինչ դեռ ի սկզբանե եղել է մեր գերագույն նպատակը՝ պետություն, խաղաղություն, զարգացում եւ հեռանկար, հորիզոն, անսահման հորիզոն մեր առջև։ Ղարաբաղը մերն էր եւ այլևս մերը չէ խոսույթը աշխարհքաղաքական թակարդում մեր գտնվելու փիլիսոփայությունն ու հայեցակարգն է։ Իրականությունն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը մերը չէր եւ այլևս մերն է։ Իրականությունն այն է, որ մեզ հայտնի բոլոր տարածքները հայկական վերահսկողության տակ եղել են մեր պետության, մեր ինքնիշխանության, մեր անկախության, մեր բարեկեցության, մեր անվտանգության ու մեր ապագայի հաշվին։ Ու մենք դա չենք հասկացել, հարգելի գործընկերներ։ Պիտի խոստովանենք, որ մենք չենք հասկացել դա։ Գուցե եղել են մարդիկ, որ հասկացել ու չեն բարձրաձայնել, որովհետև վախեցել են։ Եղել են մարդիկ, որ եւ հասկացել են եւ բարձրաձայնել, բայց նրանց կամ չենք լսել, կամ չլսելու ենք տվել, կամ լռեցրել ենք, համոզված լինելով, թե նրանք չեն հասկանում, թե ինչ են խոսում։ Մինչդեռ մենք, այդ թվում ես, չենք հասկացել, թե ինչ ենք անում, սկսած 1988 թվականից, չենք հասկացել, թե ինչ ենք անում եւ արել ենք ամեն ինչ ինքներս մեր դեմ եւ ի հեճուկս մեր պատմության մեզ տված դասերի։ Բայց այսօր մենք կարող ենք ասել, որ մենք կառավարող մեծամասնությունը փոխել ենք մեր պատմության կործանարար ընթացքը եւ Հայաստանի Հանրապետությունը դրել ենք ստեղծարար ու խաղաղ պատմության ընթացքի մեջ ու դա արել ենք մեր նահատակների հետ հոգևոր ու բարոյական ու հերակա ու մեր ժողովրդի հետ քաղաքական երկխոսության արդյունքում ու այսօր մեր ժողովուրդը գրում է իր պատմության բոլորովին նոր պետականակենտրոն գլուխը, որտեղ պետությունը միևնույն ժամանակ եւ նպատակ է եւ միջոց։
Եվ թեմայի շարունակությամբ վարչապետը խոսեց նաև շրջափակումների եւ մոնոպոլիայի մասին, հավելելով, որ կառավարությունն ավարտել է նավթամթերքի շուկայում մենաշնորհի կազմաքանդման օպերացիան։ Հաստատված խաղաղության շնորհիվ այսօր Հայաստանի Հանրապետություն ադրբեջանական երկաթուղիով ապրանքներ են ներկրվում։ Ադրբեջանից նավթամթերք են ներկրվում Հայաստանի Հանրապետություն, ինչի արդյունքում մեր քաղաքացիներն ու բնակիչները արդեն իսկ տասնյակ միլիարդների խնայողություններ են ունեցել, որովհետև ադրբեջանական նավթամթերքի ներկրումը ի վերջո այն վերջին գործոնն էր, որի արդյունքում մենք ավարտեցինք նավթամթերքի շուկայում մենաշնորհի կազմաքանդում օպերացիան, որը տևում էր 8 տարի։ Էլի բաներ կան, որ տևում են 8 տարի, եւ մեր քաղաքացիները հարցնում են, բա ինչի 8 տարի։ Շատ պարզ պատասխան ունի, որովհետև այդ դեպքերում մենք ոչ թե ուղղակի պարզ գործողություն ենք անում, մենք բառից բուն իմաստով էլի կանդրադառնամ, մաֆիայի դեմ ենք պայքարում։ Հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, բառից բուն իմաստով, այո, երբեմն եւ ներհայաստանյան լիներ միայն այդ մաֆիան, բայց այդ մաֆիան երբեմն ունի այլ տեղերում, այլ ճյուղեր։ Եվ վերադառնալով ադրբեջանական նավթամթերքի ներմուծման, ուզում եմ ասեմ, որ Հորմուզի նեղուցի շուրջ առաջացած ճգնաժամը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ եւ տնտեսությունը շատ ավելի շոշափելի ձևով կզգային, թե նավթամթերքի գնի, թե գնաճի, թե մատակարարումների առումով, եթե ադրբեջանական երկաթուղու պատմական բացումը Հայաստանի Հանրապետության համար այս ժամանակաշրջանում տեղի ունեցած չլիներ։ Սա գիտեք հիմա սա պետք է ասել։ Հիմա մենք մտնում ենք Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարեկեցության նախագծի իրագործման փուլ։ Ուրախությամբ պիտի արձանագրեմ, որի հեճուկս միջազգային բարդ իրադրության, թե Ամերիկայի Միացյալ Նահանգների, թե Հայաստանի Հանրապետության, թե Ադրբեջանի Հանրապետության կառավարությունները տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացումը եւ տրիպ նախագծի իրագործումը համարում են առաջնահերթություն։ Սա բխում է այն գիտակցումից, որ նախագծի իրագործումը մեր տարածաշրջանում երկարաժամկետ, կայուն եւ հուսալի խաղաղության կարևոր հենասյուն է դառնալու։ Գոհար Ղումաշյանի եւ Վերժինե Ստեփանյանի նկատմամբ վարչական հսկողություն է կիրառվել։ Ապրիլի 14-ին ձերբակալված Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողություն։ Դատարանը նույն որոշումը կայացրել է նաեւ կուսակցության վայքի գրասենյակի պատասխանատու Վերժինե Ստեփանյանի նկատմամբ։ Հիշեցնենք, բարեգործություն իրականացնելու օրենսդրական արգելքի պայմաններում համապետական ընտրություններին մասնակցող Հայաստանի Հանրապետության տարբեր բնակիչների բարեգործության անվան տակ Ուժեղ Հայաստան կուսակցության անդամի կողմից այլ անձի օժանդակությամբ 2026 թվականի մարտ ամսվա ընթացքում մի դեպքում անհատույց տրամադրվել է դրամական միջոց, մեկ այլ դեպքում արտոնյալ պայմաններով խոստացվել է ծառայության մատուցում։ Դեպքի առթիվ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեն տեսանյութ էր հրապարակել։ Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ հետախուզական ստորաբաժանումների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ազգային ժողովի հերթական ընտրությունները նշանակելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի 2026 թվականի փետրվարի 7-ին ուժի մեջ մտնելուց հետո բարեգործություն իրականացնելու օրենսդրական արգելքի պայմաններում համապետական ընտրություններին մասնակցող Հայաստանի Հանրապետության տարբեր բնակիչների բարեգործության անվան տակ Ուժեղ Հայաստան կուսակցության անդամի կողմից այլ անձի օժանդակությամբ 2026 թվականի մարտ ամսվա ընթացքում մի դեպքում անհատույց տրամադրվել է դրամական միջոց, մեկ այլ դեպքում արտոնյալ պայմանով խոստացվել է ծառայության մատուցում։ Хорошо-տովնա, ես նոր մտածեցի։ Այն տելևիզորը ունի էլ ինչ անում, դրա տեղը փող կարած փողով օգնի։ Ինչ անում։ Հա, դրա տեղը փողով, ինքը տելևիզորն ինչ անում, մի տունը կա։ Հիմա այս ֆայն ինքը դրա կարիք շատ ունի։ Հա։ Հա, ենքան ուրախանավոր։
Դե շո, բայց Սիմոն Նիկոլաևիչ, քասի հանկարծ։ Դե լավ, չէ, ոչ մեկը, 3 շաբթի օրը ուրեմն հանդիպենք։ Вам спасибо. Сейчас что-то могу вам сделать, что-то приятное? Ничего пока не нужно. То, что нужно было, если он принес. Ես կարի ֆաբրիկա ունեմ Մարգարովիտում։ Ուզում ձեզ հետ խորհրդակցեմ։ Մի 200 աշխատատեղով ֆաբրիկա ունեմ բոլոր բաներով։ Մեջենաներով։ Ինձ զակազա պետք է շուկա։ Զակազա պետք։ Այո, զակազ լինի, ասենք։ Եկեք սենց անենք Գագիկ ջան, ես ձեր կոնտակտը փոխանցեմ իմ աշխատակցին, ով զբաղվում է այդ թեմայով։ Ինքը զանգահարի, ամեն ինչը գնահատենք, հնարավորությունները հասկանանք, եթե պետք է գանք տեղում տեսնենք ու սկսենք համագործակցել։ Դեպքի արդիվ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ, ովքեր ձերբակալվել են։ Հակակոռուպցիոն կոմիտեն կրկին հորդորում է զերծ մնալ բարեգործության վերաբերյալ օրենսդրական արգելքը խախտելու հանցավոր վարքագծից, իսկ քաղաքացիներին կոչ է արվում խուսափել ընտրական հանցագործությունների կամ դրանց հետ առնչվող կասկածելի գործողությունների մեջ ներգրավվելուց։ Եվ այսպես կառավարության ամենամեծ ձեռքբերումը խաղաղությունն է, վարչապետն է հայտարարել ազգային ժողովում կառավարության 2021-ից 2026 թվականների ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ։ Պատասխանելով պատգամավորների հարցերին Նիկոլ Փաշինյանն առանձնացրել է նաև առողջության ապահովագրությունը, պետական համակարգում փոփոխությունները, ատեստավորում, կատարողականի գնահատում եւ այլն։ Փաշինյանն անդրադարձել է նաև հարցին, թե որտեղ դեռ շատ աշխատելու տեղ կա։ Հարցերին պատասխանելու ընթացքում վարչապետը ֆիքսել է, որ ընդդիմությունը քննարկումներին չի մասնակցել, բայց անընդհատ մտել է դահլիճ ու դուրս եկել։ Ազգային ժողովի փոխոսնակն էլ ներկայացրել է, թե ինչու։ Հիշեցնեմ, ընդդիմադիրները 3 քննարկումներին չեն մասնակցել։ Երկու բան կնշեմ՝ ջրային ոլորտը եւ արդարադատության ոլորտը, որտեղ երկու տեղերում մենք մեծ խնդիրներ ունենք եւ այդ խնդիրները կուտակված են, այդ խնդիրները չեն լուծվում։ Ես գիտեք ինչ, անկեղծ ասած կարծում եմ, որ դատական համակարգի խնդիրների մի զգալի մասը հնարավոր չի լինելու իրականացնել առանց նոր սահմանադրության ընդունման, որովհետեւ այդ իներցիայով տեղապտույտի վիճակը անընդհատ շարունակվելու է եւ սահմանադրական կարգավորումներ են պետք, որպեսզի այդ շատ, այսպես ասած, արհեստական պատճառները մենք կարողանանք մի կողմ դնել եւ առերեսվել դատական համակարգում առկա իրավիճակին։ Ես մեզ հետևող հանրությանն էլ տեղեկացնեմ, որ պատգամավորները, երբ որ չեն գրանցվում, աշխատավարձից այդ նիստի համար զրկվում են եւ երհարգարժան ընդդիմադիրները գրանցվում են, որպեսզի չզրկվեն աշխատավարձից եւ զրկվում են։ Այո, իհարկե։ Շնորհակալություն։ Դե ճիշտ են ամ, ժողովուրդ ջան, եկեք գրանցվեք։ Համեցեք Տիկին Ղազար։ Շնորհակալ եմ։ Ժամանակը վերականգնեք։ Պարոն վարչապետ, Ընդդիմության միության ներկայացուցիչներին կոչ եմ անում գալ, եւ չեք խանգարում դուք ընդհանրապես, եկեք գրանցվեք, գնացեք։ Շատ լավ։ Պարոն վարչապետ։ Վարկմարկ կունենաք փակելու բան, չգիտեմ։ Կարող է բենզինը թանկացած լինի, չեմ ասում, գնաճի մասին եք խոսում։ Վերջին 2 ամիսն է մնացել, հա։ Տիկին Ղազար, հա պատասխանես պարոն վարչապետը ձեր հարցին։ Ինչքանով է ձեր զգացողությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ինչքանով շոշափելի զգում է խաղաղության ազդեցությունը այս պահին, եւ այս համատեքստում նաեւ մեկ այլ հարց է ծնվում իմ մեջ, որը ուզում եմ էլի ձեզ որպես ձեր զգայական այսպես բնույթից հարցնել, արդյոք այս ամենը տեսնելով այսքան ձեռքբերումները, որոնք որ դուք երեք զեկույցի ընթացքում էլ նույնիսկ ձեզ հատկացված ժամանակի ընթացքում ժամանակից էլ անցնելով ներկայացրեցիք եւ ամենամեծ ձեռքբերումը խաղաղությունը ունենալով Հայաստանի Հանրապետության քաղաքացին հակված կլինի ընտրակաշառքով ընտրությունների գնալու, քանի որ ընտրակաշառք առաջարկում են հիմնականում այն ուժերը, որոնք իրապես չեն ճանաչում Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Գիտեք, ես կարծում եմ, որ խաղաղությունը ամենակարևորը եւ դա հետաքրքիր զգացողություն էր, որ մենք թիմով ճամփորդելիս այդ արձանագրումը արեցինք, որ խաղաղությունը քաղաքացին առաջին հերթին զգում է հոգեբանորեն եւ
հոգեպես, որովհետև մի ձևի հանդարտություն կա հանրապետությունում, այն նյարդը, այն լարվածությունը, այդ ինչ որ լիցք կա, լիցքը, որը մենք միշտ անդադ զգացել էինք, ներկա ժամանակներում մենք հանդարտություն ենք զգում եւ ես կարծում եմ, որ քաղաքացիները նաեւ ինտուիտիվ հասկանում են, նաեւ ես երեք այդ նրբության մասին չխոսեցի, որ նույն առողջության ապահովագրության համակարգը, նույն կենսաթոշակների ավելացումը եւ այլը ոչ ուղղակի, բայց անուղղակիորեն կապված է նաեւ խաղաղության հետ, որովհետեւ եթե օրինակ խաղաղության նկատմամբ չկա վստահություն եւ կառավարությունը սպասում է էսկալացիոն նոր զարգացումների, դժվար կլինի այդքան շատ միջոցներ միանգամից ուղղել սոցիալական ուղղություններով, որովհետև միշտ էլ կմտածես, որ դնենք մի կողմ ինչ որ մի բան կարա այն չլինի եւ այդ իրավիճակներում օգտագործելու համար, որովհետև դուք գիտեք, որ ցանկացած էսկալացիա ինքը ծախսերը եւ չնախատեսված ծախսերը մեծացնում է եւ այլն եւ այսպես շարունակ։ Եվ խաղաղությունն է, որ մեզ հնարավորություն է տվել, որ հանդարտության պայմաններում մենք ասենք լավ, այս ուղղությամբ նախ խաղաղությունն է բերել հնարավորություն տնտեսական աճի։ Այսինքն որպեսզի մենք կանխատեսվածից ավել տնտեսական աճ ունենանք, կանխատեսվածից սպասվածից ավել զբոսաշրջիկներ ունենանք, սպասվածից ավել քաղաքացիներ ունենանք, որովհետև այդ քաղաքացիների հոսքը տնտեսական ակտիվություն է, չէ՞, բերում դրա արդյունքում նաև բյուջետային եկամուտների աճ ունենանք եւ այդ պահին, երբ որ մտածում ենք, բայց բյուջետային եկամուտների այս հնարավորությունը ոնց օգտագործենք, էսկալացիայի պայմաններում ամենայն հարգանքով սոցիալական եւ էսկալացիոն ռիսկի լարվածության պայմաններով ամենայն հարգանքով առաջի միտքը այն չի, որ այս ծախսը պետք է ուղղել սոցիալական ուղղություններով։ Մտածում ես, որ էսկալացիայից բխող ծախսեր է պետք անել կամ պահել, որպեսզի անհրաժեշտ, բայց երբ որ գիտես, որ էսկալացիա չի լինելու, երբ որ գիտես, որ խաղաղություն հաստատված է, շատ հանգիստ, շատ հանդարտ այդ ծախսերը, այդ գումարները ուղղում ենք սոցիալական ծախսերի։ Այո, այս ընթացքում եւս մեկ ընդդիմադիր գործընկեր եկավ գրանցվեց գնաց, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ։ Այսինքն ես եւ գիտեք ինչ, իմ կարծիքով քաղաքացիները խաղաղությունը ավելի շատ են զգում, քան մենք նույնիսկ սպասում էինք։ Ես ընդհանրապես 2018 թվականից հետո ընտրակաշառքի ինստիտուտը Հայաստանում չի աշխատել եւ չի աշխատելու, ինչի ձեզ թվում է 2021 թվին ընտրակաշառք չի բաժանվել, քրեական գործեր են հարուցվել, մարդիկ են դատվել, դատապարտվել եւ այլն, այդ թվում խորհրդան անցած ընդդիմությունների ներկայացուցիչների, չկա այդ դարաշրջանը անցել է վաղուց։ Նիստը թեժ է եղել, վարչապետն ուղիղ եթերում արձանագրել է, որ ընդդիմությունը վերադարձել է դահլիճ իր տեսանյութից հետո։ Բանավեճ է սկսվել ընդդիմադիրների հետ, պատգամավորները փորձել են պարզել, ով ում է SMS գրել եւ ինչու։ Սելյայնակիցներ, քիչ առաջ դուք տեսաք ինչպես են SMS-ներով հրահանգներ իջեցվում։ Կոնեն պատկերացումը դա էր։ Մի քանի րոպե առաջ Նիկոլ Փաշինյանը հեռախոսով նկարում էր դահլիճի այս մասը եւ այդ նկարելուց հետո Վահագն Ալեքսանյանի մոտ հարց ծագեց մեր խմբակցության քվեարկությունների մասին։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան։ Ես ուրիշի գրագրությունը չեմ նայում, շնորհակալություն։ Պարոն Խաչատրյան, որ չեք նայում, ոնց է գնահատականներ հնչեցնում։ Խնդրում եմ լռություն դահլիճում։ Հարգելի գործընկերներ, Վահագն Ալեքսանյան վարման կարգով եւ պարոն Ալեքսանյան, այս հարցը թույլ եմ տալիս հնչեցնել, որովհետեւ ձեր անունը հնչեցրել է պատգամավորը, համեցեք։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան։ Ախր այս խելքին եք, որ այս օրինակ էլի, լուրջ եմ ասում։ Այս խելքին եք, որ հեսա անցողիկ շեմը չեք հաղթարելու, այ դրա համար է չեք հաղթար։ Հեսա ես ենթադրում եմ շուտով կտենակ ձեզ խի էին նկարում, բայց վերադառնալով նախորդ հարցին։ Տիկին Էլինար Վարդանխի չեք ընտրելու Ռոբերտ Քոչյանին, վատն է Ռոբերտ Քոչյանին, որ պատրաստվում եք չընտրել նրան։ Թե հեքիաթ եք պատմում քաղաքացիներին։ Այդտենց խառնվել, բաժանվել բան եք արել, հեքիաթ եք պատմում, վատն է Ռոբերտ Քոչարյանը։ Պարոն Ալեքսանյան, խնդրում եմ դադարեցնել, շնորհակալություն։ Ռուբեն Ռուբինյան վարման կարգ։
Պարոն Խաչատրյան, իրականում այդ SMS-ի հարցով մենք ենք հետաքրքրված։ Մենք ուզում ենք հասկանանք, ի վերջո, Տիկին Էլինար Վարդանին, ով է SMS գրում, Ռոբերտ Քոչարյանը, թե Գագիկ Ծառուկյանը։ Ասեմ ավելին, հաշվի առնելով այն փաստը, որ Գագիկ Ծառուկյանի ցուցակի երկրորդ համարը նույնպես ձեր խմբակցության պատգամավոր էր, մեզ հետաքրքիր է, երկրորդ համարին ով է SMS գրում, կամ նույն Գագիկ Ծառուկյանին ով է SMS գրում, Քոչարյանը թե ուրիշը, թե օրինակ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Դա է մեզ հետաքրքիր։ Կամ ասենք այն ռուսաստանցի օլիգարխի ցուցակի երկրորդ համարն էր, ձեր խմբակցության պատգամավորներ, ով է իրանց SMS գրում, Քոչարյանը, Կալուգա քաղաքի հարկայինի պետի տեղակալը, այդ ենք ուզում հասկանանք ընդամենը։ Շնորհակալություն։ Ուժեղ Հայաստան կուսակցության տասնյակից ավելի անդամ է ձերբակալվել։ Հակակոռուպցիոն կոմիտեից մանրամասնել են, որ ձերբակալվել են քննվող քրեական վարույթի շրջանակում ընտրակաշառք տալու եւ ստանալու մեղադրանքներով։ Փաստաբաններին թույլատրվել է մուտք գործել հակակոռուպցիոն կոմիտեի շենք եւ իրականացնել անձանց իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը։ Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ աշխատակազմը ստացել է մի քանի ահազանգ փաստաբանների ծառային, որ իրենց վստահորդներին արգելանքի են վերցրել եւ տեղափոխել են հակակոռուպցիոն կոմիտե, սակայն նրանց տեսակցելու եւ պատշաճ իրավաբանական օգնություն ապահովելու հնարավորություն չի տրվում։ Ձեռնարկված միջոցների եւ քննչական մարմնի հետ քննարկումների արդյունքում պաշտպանի հաստատություն դիմաց փաստաբաններին թույլատրվել է մուտք գործել հակակոռուպցիոն կոմիտեի շենք եւ իրացնել անձանց իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը։ Ավելի ուշ աղմկահարույց ձայնագրություն է հրապարակվել, առաջարկում եմ դիտել մի հատված։ Ազատ խտերով։ Ազատ խտերը ո՞րն է։ Ուժեղ Հայաստանով։ Լավ, կտաս մեկ քանատը մենք կանենք։ 10-ած կտամ։ Մեզ նալի չեն տալի։ Մյուս շաբաթ տենանք այս ինչ ալնում, հասոն Գևորը հասայի վրա ջղայնացավ։ Ասեց ինչքան շունշանգյալ կա, բերելես գրանցել ես շտաբիդ վրան, 200 ես տալի, հարազատներին սաղին գցել ես գյուղերը 100 ես տալի, այն շունշանգյալներին կգցես գյուղերը 100-ով, իրանցը կգցես շտաբի վրա։ Չէ հավատում ուղղակի կախել է արդեն։ Երկու ռես եկել են Բանգլադեշ հետ եմ եկել, բերիմ համանուշիկին շլվար առամ, համեկամ լուսոյին ու քիսոյին տեսամ, բանկար տալու տվիմ, այն երկուսն են աղջիկները, որ միշտ գալի եթում են առավոտ շուտ։ Այն բոշան, դրանց եկամ տեսամ, 200 տվիմ, մարդը 100։ Հետ եկամ գնացիմ գորի 100-ը տվիմ, ասիմ համ կանչում եք, համ էլ երեխեքի վրա գոռում եք, ասում եք սպարտիվ կեքով են, փող չունեն, սպարտիվ կեքով պետք է գան, փող չունեն, ուզում եք մաքուր շիրերով կան, հանեք փող տվեք։ Խաբար էի, որ 20,000 փող էին վերցե։ 20? Այսօր վայանց հակի շլվարները վաղը որ պետք է հագնեն։ Ալիքն առը։ Փող ստացաք երն ասում է։ Դե ոչ մի 3-4 հոգի ենք ստացել, որ շուտվա գրանցված են եղել։ Հա, գոնե դու ստացա, միշտ ես։ Հա։ Ոչ կայոց ստացես։ Ասել իմ 100,000 ստակ։ Ասում շատ էի կարող դուրս են որ չեն տալի։ Հա, չեն էլի։ Չեն տա դուրս գիտեն։ Ինչ արի, խոսացի։ Հասոյի հետ։ Հա, հասոյի հետ։ Հա, բերես։ Ահա դե լավ է, շնորհավոր։ Հա, բա։ Զանգի մասի մապերս, բա ի՞նչ կա, ասեց հենց հիմա կարաս գաս տանես, այն վաղ ասեց։ Գոռոմի հա։ Բերեմ։ Ստո, էլի։ Հա։ Ստո։ Հայտ եմ ասում մի հատ։ Հա, էլի, պետք է շատ տա։ Ասում եմ իմ փողը դեսամ փոքր թիվ է 300,000, ասի իրան ախպեր, ասենք հիմա ասի այս բանով մի քանի ամիս ասի, ոչ մեկ չի կարա էլի այդքան փող բռնի էլի։ Զոնո։ Հա, էդի բայց քեզի գրանցել ով ասում չի գրանցում։ Մյուսին ես գրանցվել, ստանալու ես մյուսով։ Դե հելեշ կա, մարդին չստացան, այդ իշխան մարդ եմ, չէ գրանց, ասել եմ, չէ տակ բերան ընտրել։ Չէ։ Դա ջար, 30 հոգի վար մեկը դի մարդ բերի, ասիմ իրանցը։ Ես ավելի շատ ասեմ իմանալ։ Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով տեղափոխվել է 26,000 տոննա բեռ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետը։ Ինչպես գիտեք, Ադրբեջանի նախագահի նախաձեռնությամբ եւ որպես բարի կամքի դրսևորում տարբեր ուղղություններից, այդ թվում Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռնափոխադրումների սահմանափակումները վերացվել են, նշել է նա։ Փոխվարչապետն ընդգծել է, որ այս քայլը նպաստում է տարածաշրջանում վստահության ամրապնդմանը, տարածաշրջանային կապերի զարգացմանը, տնտեսական համագործակցության ընդլայնմանը եւ տրանսպորտի ու լոգիստիկայի ոլորտում գործակցության խորացմանը։ Նա նաև նշել է, որ մինչև այսօր տեղափոխվել է 26,000 տոննա բեռ։ Նրա խոսքով տեղափոխվող բեռների մեծ մասը բաղկացած է ցորենից եւ պարարտանյութերից։
Թուրքիան հետևողականորեն առաջ է մղում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, բայց դա անում է Ադրբեջանի հետ համակարգված։ Այս մասին Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Անտալիայի դիվանագիտական ֆորումի բացման արարողության ժամանակ։ Թուրքիայի նախագահի խոսքով Անկարան մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանի երկրների հետ բարիդրացիական հարաբերությունների զարգացմանը։ Մեր հարաբերությունները հարևան պետությունների հետ պետք է լավը լինեն։ Մենք քայլ առ քայլ առաջ ենք տանում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ դա անում ենք Ադրբեջանի հետ համակարգված, ասել է Էրդողանը։ Ստամբուլում կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների նախագահների երկկողմ հանդիպումը։ Արձանագրվել են երկու երկրների հարաբերությունների կարգավորման շրջանակում վերջին գործընթացները, ներառյալ խաղաղության եւ կայունության ամրապնդման ուղղված քայլերը, նաեւ առևտրային կապերի հաստատումն ու ընդլայնումը։ Ընդգծվել է միջխորհրդարանական միության դերը որպես միջխորհրդարանական գործակցության կարևոր հարթակ։ Այս համատեքստում կողմերը բարձր են գնահատել ու երախտագիտություն են հայտնել միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոգին Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների նախագահների միջև երկխոսության ձևավորման ուղղությամբ նրա անձնական ջանքերի համար։ Խորհրդարանների նախագահներն ընդգծել են կառուցողական երկխոսության շարունակման կարևորությունը երկու հասարակությունների միջև վստահության հետագա ամրապնդման համար։ Ալեն Սիմոնյանը Ստամբուլում պատասխանել է նաեւ ադրբեջանական լրատվամիջոցների հարցերին։ Ազգային ժողովի նախագահը հանդիպել է նաև Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ։ Ալեն Սիմոնյանը գոհունակություն է հայտնել Թուրքիայի գործընկերոջը Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ հանդիպման ժամանակ հնչեցված առաջարկի համար, որով Նուման Քուրթուլմուշն առաջարկել է Հայաստանին ներառել Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ձևաչափում, նպաստելով մեր տարածաշրջանում խաղաղության եւ կայունության զարգացմանը։ Զրուցակիցները քննարկել են այդ նախաձեռնության կյանքի կոչմանը վերաբերող այլ մանրամասներ։ Իսկ նախորդին Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին։ Ազգային ժողովի նախագահը վեհաժողովի շրջանակում կարճ շփումներ է ունեցել նաև այլ երկրների գործընկերների հետ։ Ելույթում Ալեն Սիմոնյանը խոսել է Վաշինգտոնյան համաձայնագրի մասին, նշել, որ պատրաստ են խորացնել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Ազգային ժողովի նախագահն անդրադարձել է TRIP նախաձեռնությանը Հայաստան-Ադրբեջան առևտրին, բայց միևնույն ժամանակ մատնանշել է նաև մարդասիրական խնդիրները, որոնց լուծման դեպքում է հնարավոր իրական հաշտեցում։ Միևնույն ժամանակ դեռևս առկա են լուրջ մարդասիրական խնդիրներ, որոնք պետք է լուծվեն։ Վստահության ամրապնդումը շարունակելու եւ իրական հաշտեցման հասնելու համար Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն եւ վերամիավորվեն իրենց ընտանիքների հետ։ Իսկ անհետ կորած մյուս անձանց ճակատագրերը պետք է պարզվեն։ Հարգելի գործընկերներ, հիմա առաջնահերթությունները սահմանելու ժամանակն է, եւ ապագա սերունդների բարօրության համար մենք դրանք պետք է ընտրենք իմաստուն կերպով։ Եվ ովքեր են հաջորդ սերունդները։ Նրանք մեր երեխաներն ու թոռներն են։ Մեր սուրբ պարտականությունն է արժանի լինել նրանց, թողնելով ոչ թե պատերազմի, այլ խաղաղության ժառանգություն։ Շնորհակալություն։ Որ դեպքում քաղաքական ուժի գրանցումը կարող է ուժը կորցրած ճանաչվել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն է պարզաբանել լրագրողների հետ զրույցում։ Վահագն Հովակիմյանի խոսքով ընտրական օրենսգրքում հստակ գրված է, թե որ դեպքերում է մեժվում օրինակ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի գրանցումը, ինչ չափանիշների պետք է բավարարի կուսակցությունը կամ դաշինքը գրանցվելու համար։ Լրագրողները հետաքրքրվել են, թե հնարավոր է արդյոք, որ ընտրական հանձնաժողովը մերժի գրանցել ուժեղ Հայաստան դաշինքը։ Հանձնաժողովի նախագահի խոսքով նրանք խոսում են մի երևույթի մասին, որը կապ չունի ընտրական օրենսգրքի հետ, եւ դա իր տիրույթը չէ։ Ճշտող հարցին ինչպես կարող է չեղյալ հայտարարվել կուսակցության գրանցումը, պատասխանել է, որ երբ կուսակցությունը պատշաճ ներկայացնում է փաստաթղթերը, գրանցվել է եւ դրանից հետո կուսակցությունն ընտրական օրենսգրքով սահմանված խախտումներ է թույլ տալիս, օրինակ պարզվում է, որ փաստաթղթերը կեղծված են։ Հովակիմյանը պատասխանել է հարցին, արդյոք կաշառքը կարող է նման պատճառ համարվել։ Կուսակցության գրանցումը եւ կուսակցությունը փաստաթղթերը ներկայացնում է պատշաճ, գրանցում է դրանից հետո, եթե կուսակցությունը ընտրական օրենսգրքով սահմանված այնպիսի խախտումներ է թույլ տալիս, կամ ասենք պարզվում օրինակ, որ փաստաթղթերը կեղծված են։ Եթե այս դեպքը կամ այնպիսի ընտրական օրենսգրքի այնպիսի համակարգված խախտումներ է թույլ տալիս։ Օրինակներ կասեք մի քանի։ Օրինակ կաշառքը կարող է լինել այդ օրինակներից։ Ես քանի որ դա
հարգելի գործընկերներ, հարգելի լրագրողներ, քան որ յուրաքանչյուր դեպքը, յուրաքանչյուր երևույթը պետք է փաստերով քննվի։ Ես ընդհանուր առմամբ ընդհանուր առմամբ, դեպքերը, որոնք կարող են կրկնում եմ, ընտրական օրենսգրքի համակարգված խախտումներ, կեղծարարության, նախապատրաստման եւ նման գործիքակազմեր, այսինքն համատարած հետեւողական։ Այդ կաշառքի բաժանումը, պարոն Հովակիմյան։ Կրկնում եմ, ընտրական օրենսգրքի համակարգված քաղաքական ուժի կողմից, այսինքն ոչ թե անհատների, այլ քաղաքական ուժի կողմից։ Այդ դեպքում, նման դեպք ունենալու դեպքում, կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է դիմել դատարան կուսակցության գրանցումը ուժը կորցրած ճանաչելու պահանջով, բայց կրկնում եմ, դա պիտի լինի փաստերի, ծանրակշիռ փաստերի Պարագայում կարող է նման բան տեղի ունենալ, դա պետք է լինի դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշումից հետո։ Դատարանի որոշումը այս դեպքում վարչական դատարանը գործը քննում է, այսպես ասենք, արագ եւ 5 հոգանոց կազմով եւ վճիռը այս դեպքում ողջամիտ ժամկետով անմիջապես ուժի մեջ է մտնում, այսինքն նկատում եմ ինքը այդ նման գործերը երաշճան բողոքարկման ինստիտուտով չեն ասում։ Դրա համար վարչական դատարանը 5 հոգա կոլեգիալ կազմով է քննում եւ անմիջապես վճիռը կազմից հետո այն անմիջապես ուժի մեջ է մտնում։ Բայց բացատրում եմ ձեզ, որ նման փաստեր ծանրակշիռ փաստեր պիտի լինեն արդեն գրանցված քաղաքական ուժի հետ կապված, որպեսզի կենտրոնական ընտրական հանձնաժողովը նման փաստերի պայմաններում այլևս պարտավոր լինի դիմել Պարոն Հովակիմյան, եթե այդ փաստերը ենթադրվում է, որ այդ փուլում օրինակ, եթե լինեն պայմանական կաշառքի դեպքով, դրանք կլինեն նախաքննական, մի հատ ավարտեմ էլի, պարոն Հովակիմյան, դրանք կլինեն նախաքննական փուլում գտնվող գործեր, քրեական գործեր, այսինքն դժվար թե կարճ շրջանում հասցնի դատարանը ինչ որ գնահատական տա, իսկապես դա եղել է, թե ոչ, այսինքն նախաքննության փուլ կլինի։ Այդ փուլում ոնց է կենտրոնական ընտրական հանձնաժողովը գնահատելու այդ փաստերի իրավացիությունն ու դրանք դարձնելու դատարան։ Դուք անդադ ինչ որ ենթադրություններ եք անում, ինչ որ տողատակով ինչ որ, չէ, ես ասում եմ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ունի իր իրավունքները եւ պարտականությունները։ Դրանք ընտրական օրենսգրքով շահադրված են։ Եվ կենտրոնական ընտրական հանձնաժողով, անկախ թե դուք հիմի ինչ կներկայացնեք, ինչ եթեներ, կենտրոնական ընտրական հանձնաժողով ոչ եթեներով է առաջնորդվում, ոչ ինչ որ վերացական սցենարներով։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գործում է տվյալ իրավիճակում, տվյալ փաստերի հիման վրա։ Ծանրակշիռ փաստը ո՞րն է համարվելու։ Կրկնում եմ, կենտրոնական ընտրական հանձնաժողովը գործելու է փաստերի հիման վրա, երբ որ կլինի որևէ գրանցված քաղաքական ուժի կողմից ընտրական օրենսգրքի ուզում եմ ձևակերպումը հիշում ընտրական օրենսգրքից կազմակերպված եւ կանոնակարգված ես ձևակերպում չեմ շուտ կարող եք դուք բացել ընտրական երբ որ կլինի նման իրավիճակ ընտրական օրենսգիրքը պահանջում է որպեսզի նման դեպքերում կենտրոնական ընտրական հանձնաժողովը հարցը քննարկի եւ որոշում կայացնելու դեպքում դիմի դատարան։ Եթե նման իրավիճակ կլինի, կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր պարտականություն կիրականացնի, բայց ես լիահույս եմ, որ մեր քաղաքական ուժերը բոլորը կգործեն ընտրական օրենսգրքի շրջանակներում, եթե անգամ կլինեն անհատներ, որոնք օրենքով պատասխանատվության ենթադրող գործողություններ կանեն, այդ անհատները կենթարկվեն պատասխանատվության, բայց քաղաքական ուժերը կգործեն ընտրական օրենսգրքով սահմանված խաղի կանոնների շրջանակներում եւ քաղաքական ուժերը թույլ չեն տա ընտրական օրենսգրքի համակարգված, այսպես ասած, խախտումներ։ Ես ավելի լավատես եմ մեր քաղաքական ուժերի, այսինքն ավելի իրենց մասին լավատես եմ, քան կարծում եմ դուք։
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է 3 ամսով որոշակի սահմանափակումներով։ Այսօր հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է Գործարար եւ Ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ Կարապետյանի գործով նիստը։ Դատարանի բակում Կարապետյանի աջակիցներն ակցիա են իրականացրել, պահանջելով ազատ արձակում։ Բախում է սկսվել ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջև կան բերման ենթարկվածներ։ Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ 17 անձ ձերբակալվել եւ տեղափոխվել է համայնքային ոստիկանության ստորաբաժանումներ։